Նրա կաբինետի դռան մոտ շատ մարդիկ էին խմբված։ Մտածեցի այցելությունս հետաձգել մի ուրիշ օրվա, եւ հենց այն է, ուզում էի ետ դառնալ, երբ նրանցից մեկը ընդառաջ գալով խնդրեց մի քանի րոպեով լսել իրեն։ Բժշկի մոտ եք գնում, գործով, նա 2 անգամ փրկեց իմ կյանքը։ Ես ուզում եմ ձեր թերթի միջոցով շնորհակալությունս հայտնել նրան։ Սա մի հատված է Նինա Հարությունյանի «Անմնացորդ նվիրումով» հոդվածից, տպագրված 1971 թվականի հոկտեմբերի 26-ի պղնձի համար թերթում, եւ ոչ միայն պղնձի համար։ Ղափան, Կապան, Խորհրդային Հայաստան, Սովետական Հայաստան, Երեկոյան Երևան եւ այլն։ Ամենուրեք երախտիկի խոսքեր, շնորհակալական հոդվածներ ուղղված մեր հերոսին, ով կյանքում առաջնորդվել եւ առաջնորդվում է «Իմ հիվանդը ես եմ» կարգախոսով։ Լաչականցի մանկավարժներ Կոստանդին ու Արփենիկ Քարամյանները իրենց երկրորդ արուզավակին Ռոբերտ կոչեցին։ Աստծո նախախնամությամբ էր երևի, որ ի սկզբանե որոշվել էր Ռոբերտ Քարամյանի ճակատագիրը՝ բժիշկ։ Բժիշկ հոգու ու սրտի, բժիշկ մարդկային փոխհարաբերությունների, բժիշկ բառի բուն իմաստով։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի 7-ամյա դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Կապանի համար 1 դպրոցում եւ արծաթե մեդալով ավարտելով միջնակարգը 1955 թվականին ընդունվել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը։ Ժամանակներ ու քանի որ մասնագետ չկար 1961 թվականին ավարտելուց հետո որպես թերապևտ 24-ամյա Ռոբերտ Քարամյանին անմիջապես աշխատանքի էին նշանակում Քաջարյանի հիվանդանոցում։ 1 տարի անց Երևանում վիրաբուժության գծով մասնագիտացման 4-ամսյա դասընթացներ անցնելուց հետո որպես վիրաբույժ աշխատել է Կապանի բուժմիավորումում։ Սակայն Ռոբերտ Քարամյանը արմանք-զարմանք մարդ է, էությամբ պրպրտող ու սովորող։ Վերապատրաստվում է, ստանում ուրոլոգի որակավորում, այնուհետև ավարտում կլին օրդինատուրան ուրոլոգի մասնագիտացմամբ։ Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցել նաև Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում։ Ասում է, որ մանկավարժներն են նպաստել իր մասնագիտության ընտրության հարցում։ Դե ես չէի կողմնորոշվել, անձամբ ես չէի կողմնորոշվել։ Ուղղակի այդ խորհուրդը տվել եմ, ես զգացի, որ ըստ երևույթին ինձ հոգի հարազատ է։ Եվ այդպես է ստացվել։ Ես բոլորովին չէի կողմնորոշվել, իսկ ծնողներս էլ խորհուրդ է տվել իմ դասատուներից մեկը։ Երջանկահիշատակ Գաբրիելյան Շահենը, որ 8-րդ, 9-րդ, 10-րդ դասաներում դասավանդել է քիմիա եւ ֆիզիկա։ 1982 թվական Կիև արտաքին միջավայրի յոդային անբավարարության դերը միզաքարային հիվանդության էթոլոգիան թեմայով պաշտպանում է գիտական թեզ եւ ստանում բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1972 թվականից մինչև այսօր Կապանի բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչն է։ Իհարկե, հավատում է Աստծուն, բայց վիրահատությունից առաջ չի աղոթում, իսկ վախ անշուշտ լինում է, երբ նշտարը ձեր քիթ է։ Անկասկած այդպիսի մոմենտներ լինում են եւ կարծում եմ դա միանգամայն նորմալ երևույթ է, ամեն նորմալ վիրաբույժ պետք է վախեր ունենա։ Դա չի խանգարում։ Դա ստիպում է, որ շատ ավելի զգոն լինես, օգնում է, ոչ թե խանգարում է։ Ես օրինակ վերցնենք մի վիրահատություն, երիկամի հեռացումը։ Դա կարող է լինել հեշտ վիրահատություն, կարող է լինել ծայրահեղ դժվարագույն վիրահատություն։ Օրինակ վերցնենք մեր Հայաստանի ուրոլոգիական կենտրոնում, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, ուրոլոգիական կլինիկայում։ Պրոֆեսորը նախատեսում է, որ վաղը պետք է վիրահատի երիկամը հեռացնի։ Կան այնպիսի դեպքեր հիվանդություններ երիկամների, որ ասենք տվյալ դեպքում այդ երիկամը հեռացնելը կարող է բերել
խոշոր մագիստրալային անոթների վնասում, ավորտայի կամ ստորին սիներակի, մանավանդ աչքերի կամ հեռասան ստորին սիներակի վնասում, որի ժամանակ եթե չհասցնես անհրաժեշտ օգնություն կատարել, մի քանի րոպեի ընթացքում հիվանդը կմահանա սեղանի վրա։ Այդ ինստիտուտում, երբ որ այդպիսի վիրահատություն պլանավորում էր, մեկ օր առաջ անոթային վիրաբույժների բրիգադին տեղյակ էին պահում, որ վաղը այսին ժամերին նրանք պատրաստ լինեն, որ եթե վիրահատության ժամանակ այդպիսի բարդություն ստեղծվի, անոթային վիրաբույժների բրիգադը գա, որ կարողանան այդ վիճակից հանեն։ Այսքան տարիների ընթացքում, ու տարեկան ասենք մոտ մի առաջին այդ բուրը գործնեության տարիներին այնքան շատ չի, բայց տարեկան պատահելա մինչև 12-18 վիրահատություն ենք կատարում երեկանների վրա։ Մի անգամ ինձ պատահել է մի դեպք, երբ որ վնասվել է ստորին սիներակը, այդ մագիստրալային երակը, բայց ինձ հաջողվել է այդ վնասվածքի տեղը հայտնաբերել, կարել եւ այդ հիվանդը դուրս է գերվել առողջացումով։ Վիրահատությունից հետո իմ գոլեգաներից մի քանիսը եկան ինձ նրանք ներկա էին վիրահատությանը, եկան ինձ շնորհավորեցին, որ այդպիսի բան մեզ հաջողվել է։ Իրոք դա հաջողություն էր։ Ինչ է կարծում դա մասնագիտական տնտեսություն է, թե Աստծո նախախնամություն։ Չէ, դե գիտեք ինչ կա, դա ինչ ասեմ, գուցե եւ նա Եկան բուռն ու բռի ծափարությունների, անասելիք ու շողոքորթ ելույթների, հիմար ու հիմարացնող զեկուցումների, սպանող ու չթաղող կեցեների, փուչ ու կարճալիկ ուրանների, եւ ինքը բոլորովին չէր խառնում բարձրագոչ ու խժալուր այդ հորերին, իր գործն էր միշտ անում, ու պատահական չէր, որ նորանկախ Հայաստանում, երբ սահմանային պատերազմ էր 1992-93 թվականներին, Կապանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական, վնասվածքաբանական եւ ուրոլոգիական բաժանմունքները տեղափոխվել եւ ծավալվում էին քաղաքից դուրս գտնող հակատուբերկուլոզային դիսպանսերի շենքում, ռազմաճակատը սպասարկած այդ բաժանմունքների գլխավոր բժիշկ նշանակվեց Ռոբերտ Քարամյանը։ 1993 թվականի հունվարից մինչև 1994 թվականի փետրվարը գտնվել է իսկական զինվորական ծառայության մեջ եւ եղել է Կապանում կազմավորված բրիգադի բուժծառայության հիմնադիր պետ։ Այսօր արդեն 70-ամյա Ռոբերտ Քարամյանը տարիների հեռվից հետադարձ հայացք է նետում անցած գնացած օրերին, վերհիշում իր կատարած վիրահատություններն ու համոզվում այն ճշմարտության մեջ, որ վիրաբույժը իր մի մասնիկն է թողնում հիվանդի վերքի մեջ, իսկ հաստատ վերքի մեջ թողած մասնիկները տարիներ անց ծլում են ու դառնում երախտի։ Բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր։ 1987-ին Ղափանի պատվավոր քաղաքացու կոչում, 2007 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Գարեգին Նժդեհի հուշամեդալ ու ծննդյան օրը սեպտեմբերի 11-ին էլ արժանացավ Սյունիքի մարզպետի հատուկ շնորհակալագրի։ Դեռ շատ երկար եւ աշխատալ գործել դեռ կարևոր է, ձեր մասնագիտությունը կարևոր է բոլորի համար եւ շատ երկար թող ապրեք դուք։ Կապանի պատվավոր քաղաքացու ավանդը մշտապես բարձր է գնահատել նաև քաղաքապետ Արմեն Կարապետյանը։ Ռոբերտ Քարամյանը եթե աշխատում է բժշկական ոլորտում, բժշկական համակարգում, դա ես համարում եմ, որ հենց այդ ոլորտում աշխատողը առաջին հերթին պետք է լինի մարդ, այսինքն եւ լավ մարդ, բարի մարդ,
որտեղ հասարակության հետ շփվելով, ժողովրդի հետ շփվելով դա շատ կարևոր է։ Եվ որպես քաղաքապետ աշխատելով այս տարիների ընթացքում բավականին դրական խոսակցություններ եմ լսել եւ ընդհանրապես բնակչության կողմից շատ մեծ գովասանքներ եմ լսել Ռոբերտ Քարամյանի վերաբերյալ։ Եվ ընդհանրապես եթե խոսում ենք իր մասին, եթե խոսում ենք բարոյության մասին, եթե խոսում ենք իր կամեցողության մասին, հենց ինքը այդ մարդն է եւ արդեն կարևոր խնդիրը, որը ես համարում եմ, դա իր մասնագիտությունն է, որ շատ լավ տիրապետում է իր մասնագիտությունը եւ կարելի ասել ցանկացած կլինիկայում, դա լինի Երևանում, թե դա լինի որտեղ որ ասենք տարբեր քաղաքներում Հայաստանի Հանրապետության, այդ մասնագիտության մեր հիվանդները դիմելով, եթե հարկ ելնում դիմում են, թեկուզ Երևանում լավագույն կլինիկաներում անմիջապես պատասխանը սա է, որ ինչու՞ չեք դուք դիմում ձեր քաղաքի այդ մասնագետին, որտեղ այդ մասնագետը համարվում է Հայաստանի Հանրապետությունում ճանաչված լուրջ մասնագետ։ Ըստ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի, շատ երկար կարելի է խոսել Ռոբերտ Քարամյանի մասին, թե որպես ընկեր ու գործընկեր, թե որպես մարդ ու քաղաքացի։ Ու ամենակարևորը, Ռոբերտ Քարամյանը այս ամենին հասել է իր համեստ բնավորության շնորհիվ։ Բժշկի համար դա այն մասնագիտությունն է, որտեղ համեստությունը մշտապես դա ոչ թե երկրորդ պլանում գտնվելու կամ ինչ-որ խնդիրներում երկրորդ դեմ քլնելու խնդիր է։ Այդ առումներով Քարամյանը համեստ չի, որովհետև այդ առումներով նա ստեղծեց բաժանմունք, նախկինում միջշրջանային բաժանմունք եւ բաժանմունքի վարիչն է եղել, իսկ բոլոր բժիշկները հստակ կասեն, որ բժշկի մասնագիտական պրոֆեսիոնալ կարիերայի բարձրակետը դա որևէ բաժանմունք ստեղծել եւ այդ ծառայության ղեկավար լինելն է։ Համեստությունը զուտ մարդկանց հետ հարաբերվելու հարցն է, որը դա ավելի շատ գենետիկորեն դաստիարակությամբ եկող պատկանիշ է, որը ես այս պահին կհամարեի ավելի մեծ դրական բան, քան երկրորդ պլանում մնալու խնդիր։ Քարամյանը որպես բժիշկ եւ որպես մարդ նաեւ Սյունիքի մարզում, նաեւ Սյունիքի մարզից դուրս բավականին բարձր ռեյտինգ ունեցող բժիշկ է եւ որի անվան հետ կապված բազմաթիվ մարդիկ կիլոմետրեր են անցնում իրենց առողջությունը նրան վստահելով, հաստատ վստահ լինելով, որ նրա օգնությամբ կամ օգնի այն ցավը, որի համար նրանք դիմել են բժշկի։ Ռոբերտ Քարամյանը տարիների հեռուց խոստովանում է, որ երբեմն այնպիսի պահեր է ունեցել, երբ ցանկացել է թողնել բժշկությունն ու զբաղվել սովորական մի գործով, բայց հետո մտածել է, որ իր կոչումը Հիպոկրատի երդվյալ լինելն է, ու այդպես արդեն 5 տասնամյակ։ Անչափ շատ են եղել պահեր, երբ մտածել ես, որ ավելի լավ է քար քաշես, ամենածանր ֆիզիկական տառապանքը կատարես, քան հրավեր աշխատես։ Անշուշտ այդպիսի պահեր շատ են եղել։ Ես դա գիտեի, որ արդեն դա իմ ճանապարհն է, իմ ընտրած ճանապարհն է, ես պարտավոր եմ դա շարունակել։ Ընդհակառակը իմ մասնագիտությունը այդքան տառապանքների հետ միայն շատ մեծ երջանիկ պահեր այն սպասել կապված են բանի հետ, երբ այդպիսի տառապանքից հետո դու արդյունքը տեսնում ես բուժված առողջացած հիվանդին։ Իհարկե, առանց սիրո ու ընտանեկան ջերմության հնարավոր չէ սիրած մասնագիտության մեջ խորանալու։ Աշխատանքն այնպիսին է, որ գոնե ընտանիքի անդամները պետք է ներողամիտ գտնվեն քո նկատմամբ։ Մեծ ու փոքր սերեր է ունեցել, սիրել է շատերին ու սիրում է։ Առանց սիրո ոչինչ չի լինում ու փոխելով Պարուսևակի հանրահայտ տողերը ասում են, իսկ ինչ է, սիրելով չեն մարդիկ գժվում։ Եվ հասկանում ես, որ մարդն ի վերջո նորից չի սիրում է կրկին։ Քանզի կամաթին մի կախյալություն ջղի եւ արյան, հոգու եւ կրքի։
քանզի նշանը հանման գումարման, այդ մենք չենք դնում լուծելիք խնդրում։ Քանզի թե պետք եւ բախտ մենք ենք փնտրում, բայց բախտն է մեզ ընտրում։ Ուստի մինչև իսկ սիրառատ հոգին նորից չի սիրում է կրկին։ Իր սիրուն հանդիպեց մի հարսանիքում, երիտասարդ տղան փեսացուի կողմից էր հրավիրված գեղեցիկ աղջիկը հարսնացուի, եւ երգեց Սուսանան հարսանիքում ու զմալվեց բժշկի հոգին, չէ որ քեզ բերում էի թարմ ծաղիկներ։ Ծաղիկներս հիշել են քեզ, տխրել են ահացել, երանի թե եդարնայիր քեզ կասեի, սիրո պես բորբուջեմ խոսքերիմ սեր, աշխալույսին գբերեի, քեզ անթարամ ծաղիկներ, սրտի խորքում միշտ կասեի, ինչ իմանայիմ։ Ճակատագրական եղավ այդ երգը նրանց համար, սիրով ստորգորված երիտասարդը որոշ ժամանակ կորցրեց իր երազների թագուհուն, քուն ու դադար չուներ, բայց այ քեզ զարմանք, օրերից մի օր երգող ջրահարսը իր մոտ է գալիս բուժհետազոտության ու հենց այդտեղ էլ նրանց սիրո առագաստը խարիսկ է գցում ու տիկին Սուսանան նրա համար դառնում է թե կյանքի և թե աշխատանքային ընկերուհի։ Ծերության ընթացել եմ հիվանդանոցում։ Ես որպես հիվանդ, ինք որպես բուժող բժիշկ, դրանից առաջ եղել ենք հարսանիքում միասին, հարսանիքում ինքը ինձ տեսել, հավանել էր, բայց հնարավորություն չի ունեցել հանդիպել ինձ։ Պատահական ես հիվանդության պատճառով հիվանդանոցում տարկելու ժամանակ ինքը մտաբերեց, հիշեց, որ իրավորոնած աղջիկն է։ Այդպես ստացվեց մեր ամուսնությունը։ Որդու Արսենի ու դստեր Մարգարետայի դաստիարակությամբ համարյա չի զբաղվել։ Վստահել էր կնոջը, քանզի ժամանակ չուներ, գիշեր թե ցերեկ հիվանդների մոտ էր։ Այդպես է էությամբ, ճիշտ է։ Կինը չնայած մեկ-մեկ տրտնջում էր, բայց հետո փոշմանում էր, չէ որ ինքն էլ բուժ աշխատող է ու լավ գիտի ամուսնուն։ Մի դժվար է եւ հպարտ եմ, որ բժշկի կին եմ, գիտեմ փաստորեն ինչի համար եմ անկում մնացել։ Ոչ միայն հպարտ եմ, որ բժշկի կին եմ, այլ հպարտ եմ, որ նման մարդու կին եմ, ազնիվ, ոգատար, բարեխիղճ, պահանջկոտ, լավի նկատմամբ։ Այդպես ինձ համար դժվար չի եղել։ Ապրել եմ 35 տարի շուրջ միասին, շատ բովանդակալից կյանք, ունեցել եմ լավ երեխաներ, հպարտ եմ, գիտակցել որ մեր աշխատանքի բնույթը, երբեք օգնել եմ։ Եվ ինքը շատ մեծ հույսեր էր կապում ինձ հետ, երբեմն ասում էր, եթե ես նկատեմ, զգամ, որ դու ի վիճակի չես երեխաների դաստիարակության տարելու, ես կթողնեմ, գործից, ասենք այդպես, ժամանակ կգտնեմ ավելի ճիշտ, այդ հոգսն էլ վերցնել ինձ վրա, բայց քանի որ տեսնում եմ, որ անթերի կատարում եմ բոլոր պարտականությունները, ինքը շատ ինչպես հանդիպել։ Զավակները հասկացել են իրենց օրը, երբեք չեն բողոքել, որ նրան օրերով չեն տեսնում։ Գիտեին, որ Մարիկից հետաքրքրում է իրենց առօրյայով և ուսմամբ։ Գուցե դա է պատճառը, որ ոչ մեկը չի ցանկացել շարունակել խոր մասնագիտությունը։ Արսենը Երևանի պետական համալսարանի պրոռեկտորն է։ Իհարկե, դժվար է խոսել ծնողների մասին, մանավանդ այնպիսի մարդու, ինչպիսին իր հայրն է, Ռոբերտ Քարամյանը։
Մեկ բան կարող եմ ասել, որ յուրաքանչյուր զավակ ըստ էության իր ծնողի արդյունքն է եւ թերևս այս համատեքստում կարելի է միայն խոսել որպես որդի, որպես զավակ։ Համենայն դեպս այն ինչի զավակը կյանքի ընթացքում ձեռք է բերում, հասնում է դա թերևս պայմանավորված է ոչ միայն գենետիկական խնդիրներով, այլև նաև դաստիարակությամբ, ծնողի վերաբերմունքով եւ ըստ այդմ ես համենայն դեպս իմ ծնողից, իմ խորից ստացել եմ այնպիսի որակներ, որոնք ինձ ամեն վայրկյան իմ կյանքի ընթացքում անհրաժեշտ են լինում։ Բացակայություններ իհարկե եղել են եւ պարբերաբար, բայց բացակայությունները հիմնականում լինում էին երեկոյան ժամերին եւ ես եւ քույրս քնած էինք լինում։ Օրվա մեջ թեկուզ այն 1-2 ժամը, որ հայրս անց էր կացնում ընտանիքում, թերևս բավարար էր շփվելու, ստանալու այն ամենը ինչ սովորաբար ծնողը տալիս է իր որդուն կամ որդին ստանում է իր ծնողից։ Անշուշտ բացակայություններ շատ են եղել եւ այդ բացակայություններն էլ մի տեսակ այնպիսի կարոտ էին արթնացնում, որ թերևս որևէ մեկ այլ պայմաններում հնարավոր չէր այդպիսի զգացողություններ ձեռք բերել։ Կոնֆլիկտային մարդ չէ, շատ այսպես խաղաղ բնավորություն ունի եւ կոնֆլիկտ չէի ասի, բայց ընդամենը մեկ անգամ եմ արժանացել խիստ հանդիմանության։ Եթե չեմ սխալվում, այն ժամանակ ես 8-րդ դասարան էի եւ առաջին անգամ փորձել էի ծխել եւ այդ ծխելու հետ կապված, երբ որ ինքը իմացել էր, շատ խիստ հանդիմանության եմ արժանացել։ Այնպիսի, որ համենայն դեպս դրանից հետո շուրջ մոտ 10 օր այսպես շատ վատ ապրումներ էի ունենում ծնողից նեղացնելու նախատիքի արժանանալու համար։ Ու թերևս սա համենայն դեպս եթե ինչ-որ բան էլ իր սրտով չի եղել կամ իր ցանկացածով չի եղել, ուղղակի լուր մի խիստ հայացքով ես հասկացել եմ, որ իմ արարքը դուր չի գալիս իմ ծնողին։ Դստեր մասնագիտության հարցում եւս անկողմնակալ էր հայրը։ Խստապահանջ էր, բայց չի ստացվել ոչ մի հարցում, այլ ազատ մտածելու հնարավորություն էր տվել։ Հայրս երբեք մեզ չի ասել, որ դուք պետք է գնաք իմ հետքերով, մենք էլ գիտենք, որ դա խիստ անհանգիստ մասնագիտություն է, չգիտեմ, նախասիրությունների հարց է, երևի թե։ Ինչպիսին է հայրս։ Անսահման նվիրված, հոգատար, բարի, համբերատար, երջանիկ եմ եւ հպարտ, որ այդպիսի հայր ունեմ։ Հավանաբար շատերն են հպարտանում իրենց ծնողներով, բայց իմ պարագայում կարծում եմ մի փոքր այլ է, նա ճանաչված է եւ ընդունելի բոլորի կողմից եւ շատ հաճախ, երբ բարձվում է իմ ով լինելը, միանգամից փոխում է մարդկանց վերաբերմունքը իմ նկատմամբ, դառնում են ավելի բարիացակամ, ավելի սիրալիր։ Ամառային արևը փշրվում է հասկի վրա, խոտերի վրա ու դրանք մեղրահաց են դառնում։ Ուղիղ հարթ դաշտը ալիքում է քամուց ու այս ամենի մեջ նաև իմ կյանքն է, բոլոր մտքերս ու հույսերս։ Եվ այս հողն օգնում է, որ ժպտամ արևածաղիկի նման արևին ու մարդկանց։ Սիրում եմ այս դաշտը, այս այգին, եւ ձյունը նոր-նոր է քաշում հողի վրայից եւ այն, թե քամին ոնց է վազում դաշտի վրայով։ Սիրում եմ, երբ անձրև է գալիս, հողի պես ուրախ արի։ Հողն անդադ ուղղում է այդ անձրևի տակ ու բերքը եւ բարիքը աչքիդ առաջ բոյ է քաշում։ Հաց, բերք ու բարիք կունենաք։ Ահա սա եմ փորձում պատմել թորնիկներիս։ Ուզում եմ նրանք բարի լինեն, մեծատառով մարդ լինեն ու հարգեն իրենց հողն ու ջուրը։
Խորհուրդներ տալուց Ռոբերտ Քարամյանը միշտ զերծ է մնում, բայց առիթը բաց չի թողնում բարի խրատներ տալ թորնիկներին։ Վերջիններս շատ են սիրում պապիկին ու աշխատում են ազատ ժամանակը պապի հետ կամ ամառանոցում անցկացնել կամ էլ պապիկեն ստանը։ Չէ՞ որ Ռոբերտ պապը հետաքրքիր պատմություններ ու հեքիաթներ գիտի։ Իսկ թորնիկների խնդրանքը չի անտեսում երկարամյա բժշկի կողմից ու փորձում է իր կյանքի պատմություններն էլ հեքիաթ դարձնել եւ անվերջ պատմել։ Այսօր խոսելու, պապիկին արժևորելու հերթը թորնիկներին է, որոնք մեկը մյուսին հերթ չէին տալիս իրենց սրտի խոսքը ասելու։ Պապիկի հետ մենք գնացել ենք անտառ, զբոսնել ենք, անտառում մոշ ենք կերել, անտառի մոշը շատ համեղ է։ Հետո բնություն ենք տեսել, բնության մեջ նստել։ Ես ուզում եմ իմ պապիկի մասնագիտությունը շարունակել, ուզում եմ դառնամ բժշկուհի։ Հիշում եմ, որ նվերներ արել խաղալիք, որ հիվանդանները ինձ բուժում են։ Անտառ ենք գնացել պապիկի հետ։ Մեր պապին քուրքայքին ջուր է եկել մեր ետի, ձյունը վերել, խաղը վերել, տակ է հանել բոլորին։ Չես ուզում փող պապիկին։ Բայց որ խնդրես կտա, պապիկը թե չի տանում։ Կտա։ Կտա։ Առանց խնդրելու է կտա։ Ուզում եմ իրանավաշ լավ մար դառնամ և նրա գործը շարունակեմ։ Շատ եմ սիրում պապիկին։ Եթե հոր գործը զավակները չցանկացան շարունակել, ապա թորնիկները ցանկանում են։ Հարսը Կարինեն էլ է այդպես մտածում։ Պապիկը այնպիսի մասնագիտություն ունի, որ կարծում եմ ինքը այսպես շատ իր տեսակով շատ բարձր է պահել այդ մասնագիտությունը եւ ես ոչ միայն համաձայն կլինեմ, որ իմ աղջիկը շարունակի պապիկի մասնագիտությունը, այլ կարծում եմ, որ դա մեր Գերդաստանի Քարամյան տոհմի հպարտությունը պետք է լինի։ Երևանյան բարքերում մեծացած աղջիկը Սյունիք հարց գալուց առաջ գուցե մի պահ երկմտել է, սակայն հիմա համոզված է, որ ընտրությունը ճիշտ է ու իր համար հպարտություն է լինել Ռոբերտ Քարամյանի հարսը։ Ինձ համար շատ իհարկե հետաքրքիր է լինել կապանցու հարս, ոչ միայն հետաքրքիր է, այլև ես շատ այդպես ասեմ, ինձ հպարտ եմ զգում լինելով այսպիսի մարդու հարս եւ այդպես կոնկրետ երբևէ որևէ այնպես որոշակի ինչ որ պատկերացումներ գուցե եւ չեմ ունեցել, բայց այն ամենը ինչ տեսել եմ, ինչ զգում եմ եւ ինչ ապրում եմ այս ընտանիքում, ինձ համար պարզապես շատ հաճելի է։ Երևի թե բառեր չկարողանամ գտնել, որպեսզի նրա ամբողջական կերպարը ձեզ ավելի հստակ եւ ավելի ռեալ ներկայացնեմ։ Պարզապես մի մարդ, որ անձնուրաց ձևով նվիրված է իր ընտանիքին, իր թոռներին եւ առհասարակ ստեղծված է մարդկանց օգնելու, մարդկանց փրկելու բառի բուն եւ լայն իմաստով։ Մարդկանց օգնելու նրանց կյանքը փրկելը նոր ավյունով է լցնում բժշկի հոգին։ Օրհնանքներ, երախտիկի բազմաթիվ խոսքեր։ Քաշատաղի շրջանի Մուշ գյուղից Կարինե Գոգործյանն է իր սրտի խոսքը հայտնել ամուսնու կյանքը փրկելու համար։ Չեմ կարող ձեզ ոչ մի բանով փոխհատուցել, բացի Աստծո տված ամենաթանկ բառից՝ առողջություն մեծահարգող Քարամյան ձեզ, քանի որ դուք նման եք մոմի, որը արվելով անսպառ լուսավորում է իմ ամուսնու նման դժբախտության մեջ, հիվանդության մեջ տառապողների։ Իր ընտանիքի անդամների անունից նամակն այսպես է եզրափակում տիկին Կարինեն։ Նամակներ, ասված ու չասված խոսքեր, պարգևներ, կոչումներ։ Սրանք անշուշտ ոգևորում են Ռոբերտ Քարամյանին, բայց ինչպես մեր զրույցում նշեց նա, մեկ-մեկ մտածում է, գուցե եւ արժանի չէ, ու այդ ամենից չի մեծամտանում, այլ ընդհակառակը իրեն ավելի պարտավորված է զգում։
աչքս բացեցի, բարուրս տեսա, կաթը, որ կերա հողեղեն էր, ալյունը, որ խաղաց երակներից մեջ հրեղեն էր, ոսկորս, որ բնդացավ քարեղեն էր, ոտ քարակապանատան գողտրիկ անկյուններից մեկում, Վաչագանում, խելքստեղը եկավ, Հայաստանն ու աշխարհը տեսա, բայց չէ, ես այս հող ու ջրի զավակն եմ, աչքերս բաց, թևերս արձակ, ոտքերս ամուր մինչև այսօր ապրում են, ինչ կարողացա, արեցի, բարուրս չկարողացա քանդել, այսպես ապրում եմ քեզնով բարուրված, իմ հայրենի քաղաք։